ենք։ Եվ մեր պարագայում մենք ինչ տեսանք, Հովնանը սկիզբան հնազանդ էր, փորձում էր իր կարճ դրամաբանությամբ փախչել ամենակարող Աստծուց, ամենատես Աստծուց, կարար փախներ, չէր կարա փախներ։ Կարար որևիցե կերպով կարծելով տրամաբանությամբ Տիրոջ կամքին հակառակ կանգնել, չէր կարա ժողովուրդ ջան։ Բայց ինչ արեց, վերջի վերջո ճիշտ հասկացողության եկավ։ Շատ լավ, հիմա խոսելու ենք նաև Տիրոջ զորության մասին, որ Տերը քարոզչության միջոցով ինչ է անում, կյանքերը փրկում։ Տերը օգտագործում է Հովնանին ուրիշների փրկության համար։ Եվ նույնը կարա նույնպես մեր կյանքում տեղի ունենա։ Եվ միասին նայելու ենք Հովնանի գրքից արդեն 3-րդ գլուխ 1-ից 10 համարները։ Շատ լավ։ Ինչից ենք սկսում։ Ասում է եւ Տիրոջ խոսքը ինչ եղավ, երկրորդ անգամ հասավ Հովնանին ասելով։ Ինչի ասում երկրորդ անգամ։ Որտեղ արդեն մեկ անգամ այդ խոսքը ուղղված էր եղել Հովնանին, սակայն Հովնանը անհնազանդ գտնվեց։ Հիմա արդեն Հովնանը պատրաստային կարգավիճակում է գտնվում, որպեսզի երկրորդ անգամ, երբ որ Տերը իր խոսքն ասում է, ինչ անի, հնազանդվի, կատարի։ Մի շոտլանդացի քարոզիչ հետևյալ խոսքն է ասել. Քրիստոնյայի հաղթական կյանքը այն է, որ նա ամեն անգամ կարող է նորից սկսել։ Ինչի որտեղ ամեն մեկս էլ մեր կյանքում ինչ ենք անում, շատ դեպքերում թերանում ենք, ընկնում ենք, տկարանում ենք, եւ Տերը մեզ այդ երկրորդ հնարավորությունն է տալիս։ Աստվածաշնչի մեջ բազում նման օրինակներ կգտնեք, թե ինչպես է Աստված ներել իր ծառաներին եւ երկրորդ հնարավորությունը տվել։ Կարանք հիշենք օրինակի համար Աբրահամին, ով որ վախից դրթված ստեց իր կնոջ մասին։ Կարող ենք հիշել Հակոբի մասին, որ խաբեց իր հորը եւ եղբոր անդրանեկությունը վերցրեց։ Կարող ենք հիշել Մովսեսի մասին, ով որ Եգիպտոսում Եգիպտացին սպանեց։ Կարող ենք հիշել վերջի վերջո Պետրոսին, որը որ 3 անգամ ուրացավ Հիսուսին։ Կարող ենք հիշել Մարկոսին, ով որ թողեց առաքելության իր ճանապարհը եւ Պողոսին եւ լքեց։ Հասկանում եք, սակայն այս բոլոր մարդկանց շրջանակներում, թեև իրենք անհավատարիմ էին, Տերը ինչ արեց, վերականգնեց, մաքրեց, սրբեց եւ ինչ արեց, վերադարձրեց այն ծառայության մեջ, որտեղ որ իրենք պետքա մնային, որը որ պետքա շարունակեին։ Տերը այդ երկրորդ հնարավորությունը տալիս է եւ մեզ ինչ է անում, նորից վերականգնում է։ Այս պատմության մեջ տեսնելու ենք արդեն Հովնանի հնազանդությունը եւ Նինվեի մեծ քաղաք լինելով դարձը ու ապաշխարությունը։ Երկրորդ համարը Տերն ասում է վեր կաց նորից, ինչ արա, գնա Նինվե մեծ քաղաք, նրա մեջ ինչ արա, քարոզիր այս պատգամը, որ ես կասեմ քեզ։ Նույն պատգամն էր, այն ժամանակ էր ասել, վեր կաց, գնա Նինվե մեծ քաղաքը ու ինչ արա, քարոզի։ Բայց այս անգամ արդեն անհնազանդություն չկա, այս անգամ հնազանդություն կա։ Այս անգամ Հովնանը Աստծո առաջ որոշում է կայացնում եւ ինչ է անում, Հովնանն այս անգամ էլ է վեր կենում, չի փախնում, բայց այս անգամ ինչ է անում, գնում է Նինվե, Տիրոջ խոսքի համաձայն։ Տիրոջ խոսքի համաձայն։ Նայեք, երբ որ ասում է Նինվե մեծ քաղաքը 3 օրվա ճանապարհորդության մի կողմից մյուսը, երբ որ ներկայացնում է որպես Նինվեն բավականին մեծ քաղաք, այդ ժամանակվա չափանիշներով իրականին բավականին մեծ քաղաք էր։ Բավականին շատ բնակչություն ուներ եւ այդ շրջանակում նաեւ բավականին դաժան քաղաք էր։ Իրանք օրինակի համար ունեին սովորություն, որ բոլոր գերի վերցված մարդկանց ցցի վրա էին կանգնացնում։ Գլխատում էին շատ դեպքերում մաշկահանանում։ Նույնիսկ երեխաներին չէին խնայում։ Չգիտեմ, եթե տեսել եք Մել Գիբսոնը Արմագեդոն ֆիլմ ունի, չէ, հա, Արմագեդոնա կոչվում, չէ, Ապոկալիպսիս ճիշտ եք, որտեղ որ ներկայացվում է այն ժամանակվա վայրագությունները, որ մարդիկ անում էին, այն ժամանակվա կոնտեքստն է ժամանակահատվածը ցույց տալի։ Եվ պատկերացրեք, Հովնանը մտնում է ձևի մի քաղաք ու սկսում է ինչ անել,
ավետարանը քարոզել։ Այն ինչ որ Տերը իրեն ասել էր։ Սաղմոս 2-ն հետևյալ խոսքն է ասում. Տիրոջն է երկիրը եւ նրա լիությունը։ Տիեզերքը եւ նրա մեջ բնակվողները։ Սաղմոս 24:1-ն է։ Այսպիսով Նինվեն թեև այս ձևի մեղքի մեջ թաթախված մի քաղաք էր ժողովրդով հանդերձ, բայց Աստված ինչ գնահատական է տալիս, որ դա Նինվեն Աստծո մեծ քաղաքն է։ Իրեն է պատկանում Աստծունն է։ Մենք իրավունք չունենք ասելու դե այս մարդկանց վրա հույս չկա, այս մարդկանց ավետարանը չպետք է քարոզենք։ Այս մարդիկ արդեն չարացած են, այս մարդիկ մեր թշնամին են եւ այլն եւ այլն։ Ես միշտ այս բանն եմ կրկնում։ Ինչ եք կարծում, եթե մենք որպես հայ ազգ հավատարիմ լինեինք ավետարանի քարոզության մեջ։ Գուցեև մեր շրջապատում օրինակի համար մուսուլման պետություններ չլինեին։ Չեք մտածել դրա մասին։ Պատկերացեք 1700 տարի մենք ճշմարտությունը գիտենք, բայց ինչ ենք արել, ճշմարտությունը մեր շրջանակից դուրս չենք հանում։ Ես չեմ ճանաչում շատ ավետարանիչների, որոնք որ Հայաստանից դուրս են եկել եւ սկսել են ավետարանը քարոզել։ Օրինակի համար ավանդությունն ասում է, որ Հիսուս Քրիստոսի երկու աշակերտները, Թադեոսն ու Բարդեղոմեոսը, եկել են մեր տարածաշրջան ու ավետարանը քարոզել են, եւ Պարսկաստանի կողմերը սպանվել են ավետարանը քարոզելով։ Բայց չգիտես ինչի, պատմությունը չի ասում միսիոներների, ավետարանիչների, ովքեր որ դուրս կգային Հայաստանից, օրինակի համար ավետարանը կքարոզեին Թուրքիայում, ավետարանը կքարոզեին Ադրբեջանում, ավետարանը կքարոզեին Պարսկաստանում, որպեսզի մենք էլ հիմա չասենք, որ մի երկիր ենք, որ շրջապատված է իսլամական պետությամբ կամ իսլամական երկրներով։ Սա զուտ չեմ ասում որպես պատճառաբանություն կամ եւ այլն, ամեն բան Աստծո ձեռքերի մեջ է։ Բայց այնուամենայնիվ ուզում եմ որպես մտածելու առիթ տանք ինքներս մեզ համար։ Այսօր մենք ինչքանով ենք հավատարիմ Տիրոջ խոսքին։ Արդյոք կարիք ունենք, որ նորից ու նորից Տերը մեզ ինչ անի, ասի, որ այս մարդիկ են իմը։ Թեև ինչքան էլ ցավոտ է, բայց այո, Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ, Պարսկաստանը եւ բոլոր մնացած ազգերը պատկանում են ում Աստծուն։ Ինչքան էլ դա ցավոտ մեզ համար հնչի, ու ասեմ ավելին, այս երկրների մեջ նույնպես կան քրիստոնյաներ։ Այս երկրների շրջանակում նույնպես կան Տիրոջը հավատացող զավակներ, որոնք որ պատերազմ չեն ուզում, որոնք որ Տիրոջ խաղաղությունն են ուզում եւ ավետարանն են քարոզում։ Ինչ էր քարոզում առհասարակ Հովնանը։ Հովնանը քաղաքին մոտեցավ մեկ օրվա ճանապարհից շրջելով քարոզում էր ու ասում էր։ Ուշադրություն դարձեք, քարոզի մասին ընդամենը մեկ նախադասություն ենք տեսնում։ Եվս 40 օր կա ու Նինվեն պիտի կործանվի։ Մյուս հատվածը նայելով կարդալով կտեսնենք, որ Հովնանը այդքան էլ ջերմեռանդ չէր քարոզում։ Ինչի որտեվ չէր ցանկանում, որ Նինվեն ապաշխարի։ Իր մի փափագը իրականում էս էր, որ իրապես Տիրոջ բարկությունը հայտնվի եւ Նինվեն կործանվի։ Նինվեի ամբողջ ժողովուրդը բնաջնջվի։ Արդեն ասել ենք, որտեվ հասկանում էր, որ վաղ թե ուշ այս Ասորստանի ժողովուրդը ինչ էր անելու, դուրս է գալու եւ այն ինչ որ անում են իրենց թշնամիները, նույնը անելու են հрьяաներին։ Եվ դա այդպես էլ լինում է։ Բայց ուշադրություն դարձրեք տարբերությանը։ Կրկոտ չէր, ինչ որ ուրիշ բառեր շատ չէր օգտագործում, ընդամենը քայլում էր ու հետևել խոսքներ ասում։ Բայց ինչ արեցին։ Նինվեի մարդիկ հավատացին Աստծուն, ուշադրություն դարձրեք, եւ ծոմ հայտարարեցին ու մեծերից մինչև փոքրը քուրձեր հագան։ Ուշադրություն դարձրեք, որ երբ որ այս մեկ խոսքը լսեցին, հավատացին ճշմարիտ Աստծուն ու ծոմ պահեցին։ Ծոմ պահել, այսինքն զրկվեցին ամեն տեսակի ուտելիքից եւ այլն եւ այլն։ Երբ որ ասում է քուրձ հագան, գոյություն ունեն այն ժամանակ որոշակի հագուստներ, որոնք որ ավելի ծակծկուն էին։ Բրդից էին, բրդից ես իմ սվիտեր փոքր ժամանակ գուցե հագած լինեք, որ ինքը ծակծկում է։ Այսինքն նշան հագան նաև նման հագուստի, որ իրենք ինչ են անում, խոնարեցնում են իրենց անձը։ Մենք շատ դեպքերում ավետարանը լսում ենք, բայց նորից պատկերացրեք մի բան, հայ լինելով, քրիստոնյա անունը կրելով, մենք չենք ուզում հնազանդվենք Տիրոջը։
Մենք այդ քայլը չենք անում։ Բայց Տիրոջ ողորմությունը հասավ նաև այս մարդկանց։ Մեծերից մինչև փոքրը։ Ուշադրություն դարձեք, մենակ այսքանով չի ավարտվում։ Խոսքը նաև հասավ Նինվեյում թագավորին։ Խոսքը հասնում է նաև Նինվեի թագավորին։ Նա վեր կացավ իր գահից, իր վրայից հանեց պատմուճանը, նորից իր գեղեցիկ հագուստը, քուրց հագավ, նստեց մոխրի վրա։ Նորից երբ որ ասում են նստեց մոխրի վրա, դա սքի նշաններ։ Դարձի նշաններ, որ ինքն էլ հասկացավ մի բան, որ եթե այս մարգարեն ասում է, Աստված ինչ որ սահմանել է, այդ ամեն ինչը տեղի ունենալու։ Մենք կարանք ուղակի աչքերներս փակենք, ասենք դες ամեն ինչը հեքիաթ է։ Չգիտեմ, լսել եք այս արտահայտությունը, ասում է ջայլամները վախի ժամանակ գլուխները ավազի մեջ են մտցնում։ Ճիշտ է, դա իրականություն չի, նման սովորություն ջայլամները չունեն, բայց սա խոսում է նրա մասին, որ շատ դեպքերում մարդիկ վախից ելնելով կամ ոչ թե վախից ելնելով, այլ ընդհանրապես փորձում են կտրվեն ամեն ինչից, ու ասում են օրինակի համար, այդ ամեն ինչը չկա, ինչ Տիրոջ դատաստան, ինչ հավիտենական կյանք եւ այլն, հիշեք մի բան։ Առավոտից իրիկուն ասեք արևը չկա, արևը խապկանք է։ Դրանից արևի գոյությունը չի փոխվելու։ Նույնպես եւ առավոտից երեկո ասեք Քրիստոս չկա, Քրիստոս չի գալու եւ որևիցե բան չի լինելու։ Ինչպես որ կանք, տենց է մնալու ենք։ Միևնույն է, իմացեք, վաղ թե ուշ Քրիստոսի երկրորդ գալուստը լինելու է։ Ես ժամանակը չգիտեմ, ոչ մեկ չգիտե։ Եթե ձեզ մեկը կկանգնի կասի մի շաբաթից կամ այսինչ թվականին Քրիստոս գալու է, ինքը խապեբա է, չլսեք։ Բայց Քրիստոս գալու է։ Ուղղակի հարցը հետևելն է, երբ որ Քրիստոս գա, մեզ պատրաստված կգտնի, թե ուղղակի քնի մեջ ենք լինելու կամ հույսներս ուրիշ բանի վրա ենք դնելու։ Երբ որ թագավորը լսեց ու այս ամեն ինչն արեց, լսեք ինչ է ասում։ Նինվեյում հայտարարեց, ինչ? Հայտարարել տվեց թագավորի նրա մեծամեծերի անունից հրամայեց ասելով. Մարդ եւ անասուն, արջար եւ ոչխար, թող ոչինչ չուտեն, չարածեն եւ ջուր չխմեն, այլ մարդիկ ու անասուններ թող քուրց հագնեն, նորից դարձի նշան որպես, եւ բարձրագոճ աղաղակեն Աստծուն, ինչի համար։ Եվ ամեն մարդ թող ետ դառնա իր չար ճանապարհներից եւ իր ձեռքերի անիրավությունից։ Ուշադրություն դարձեք, երբ որ մի հատ պարզ կոչ եղավ, Տիրոջ շնորհքը նաև այս մարդկանց մեջ հայտնվեց։ Հովնանը այդքան ոգևորված չէր, որ քարոզեր, որ այս մարդիկ ապաշխարեին։ Այդ ցանկությունը շատ չուներ, հակառակը շատ կուրախանար, եթե այս մարդիկ ինչ անեին, մերժեին ու մնային իրենց չար ճանապարհների մեջ։ Բայց ինչպես որ Տիրոջ շնորհքը հայտնվեց ում Հովնանին, մինչև այդ նաև նավաստիներին, Տիրոջ շնորհքն ու ողորմությունը հայտնվեց նաև Նինվեի ժողովրդին։ Եվ Նինվեի ժողովուրդը հետ կանգնեց ու որոշում կայացրեցին ինչ անեն։ Խոնարհվեն Տիրոջ առաջ, հավատալով աղաղակեն, աղոթեն Աստծուն եւ ամեն մարդ ինչ անի, ետ դառնա իր չար ճանապարհներից եւ իր ձեռքերի աներևությունից։ Այսինքն ընդունեցին, որ իրենց ճանապարհը, իրենց ընթացքը ինչ է Աստծո առաջ չար է, սխալական է, ապաշխարությունը չի գա, եթե նախ եւ առաջ մենք չընդունենք, որ մեր ճանապարհը, մեր ընթացքը ինչ է, չար է։ Սխալ որ ընթացքի մեջ ենք, եթե չենք ընդունում մեր սխալ ընթացքը, եթե չենք ընդունում մեր մեղավոր լինելը, որևիցե բան չի փրկի։ Որտեւ մենք մեր կարգավիճակը ուղղակի պատկերացնում ենք, որ մենք առողջ ենք, մենք արդար ենք։ Նրանք, ովքեր որ Հիսուս ֆիլմը նայեցին եւ գուցե այդ արտահայտությունը լսել եք, երբ որ փարիսեցիները եկան Հիսուս Քրիստոսի մոտ, սկսեցին բողոքել։ Ասել, գիտես ինչ կա, չենք հասկանում։ Անառակների հետ է շփվում, մաքսավորների հետ է ընդունում, խոսում, սեղան նստում, մեղավորների հետ է անընդհատ։ Այս ինչ հաշիվ է։ Փարիսեցիներն այն ժամանակվա կրոնավոր առաջնորդներն են, ովքեր որ իրանց ներկայացնում են որպես սուրբերի, ներկայացնում են որպես արդարների, նրանք, ովքեր որ Աստծո խոսքը գիտեն եւ կարծես թե ճշմարտության մեջ են քայլում։ Գիտեք Հիսուս ինչ է պատասխանում այդ մարդկանց։ Ասում է, որ ես եկել եմ հիվանդների համար։ Ինչի որտեղ ասում է առողջները
բժիշկի կարիք չունեն։ Ինչ եք կարծում, իրականում առողջ մարդիկ կային, հոգևոր առումով։ Չէ։ Փարիսեցիներն առողջ էին։ Չէ, ժողովուրդ ջան, եթե առողջ լինեին, Հիսուսին խաչել չէին տա։ Չէին փնտրի Հիսուսի սպանությունը։ Առողջ չէին, բայց ինչ էին մտածում։ Մտածում էին, որ իրապես իրանք առողջ են։ Իրանք բարի են, իրանք արդար են։ Սակայն Տեր Հիսուս Քրիստոս հստակ ասեց, որ ինքը հենց եկել էր այս մարդկանց համար։ Եվ եթե մենք էլ չընդունենք, որ մենք այս կարգավիճակում ենք գտնվում, մենք էլ Աստծուն ասելու ենք, մենք քո կարիք չունենք։ Ես առանց այդ էլ սուրբ եմ։ Առանց այդ էլ արդար եմ, առանց այդ էլ կոպիտ ասած Քրիստոսից առաջ արդեն քրիստոնյա ենք։ Էսի կատակ եմ անում, բայց այս հպարտությունը մենք որպես ազգ ունենք։ Ինչ հույս ունեն։ Ասում են, ով գիտե, գուցե Աստված ետ դառնա եւ զղջա ու մեղմացնի իր սաստիկ բարկությունը, որ մենք չկորչենք։ Գիտեք, նորից ուշադրություն դարձեք այս հասկացողությունը։ Հասկացան, որ իրապես Տիրոջ բարկությունը լինելու է։ Եվ այս սաստիկ բարկությունից որևիցե մեկը չի կարող ազատվի։ Եվ այս ապաշխարության քայլը նորից ասում եմ, մի գուցե Տերը ինչ անի, լսի։ Մի գուցե Տերը ինչ անի, ողորմի։ Մի գուցե Տերը այցելություն անի ու չնայեն ամեն ինչի, ինչ որ մինչև այդ ինչ էինք արել։ Արել էինք։ Չար ճանապարհներով էին ընթանում։ Հետաքրքիր է, այսի կարևորը 10-րդ համարը։ Եվ Աստված տեսավ, որ նրանց գործերը ինչ արեցին, որ ետ դարձան իրենց չար ճանապարհներից։ Աստված տեսավ նրանց գործերը։ Երբ որ ասում ենք հավատք, այդ հավատքը ոնց եք պատկերացնում։ Շատ դեպքերում մարդկանց հետ խոսում եմ, մարդիկ գիտեք ինչ են ինձ ասում, ասում են ես հավատում եմ, բայց իմ սրտում, իմ մեջ։ Ասում եմ, տես տեղեր չեմ հավաքվում, այնց ոնց որ հավաքվում են այս կողմ։ Իմ մեջ հավատում եմ, իմ սրտի մեջ հավատում եմ ու վերջ։ Այսինքն տրամաբանությունն է, որ հավատք ունեմ, բայց սրտիս մեջ թաքցրած է ու իմ հետ գործ չունեք։ Մի ասեք, որ դուք ինձից ավելի լավ հավատացյալ եք։ Նինվեի ժողովուրդը տենց արեց, ասեց, Հովնան ջան, չգիտեմ ինչ ես մտածում, մեր մեջ մենք հավատք ունենք։ Մեր ձևով, հա։ Մենք մեր տրամաբանությամբ մեր Տիրոջը պաշտում ենք։ Ինչ է կարծում, Տերը այդ ձևի հավատք ընդունում է։ Հակոբոս Սարաքյալը, երբ որ կարդակ, մի պարզ նախադասություն է ասում եւ անդադ այդ նախադասությունը ընդհանուր մտքի մեջ կրկնվում է։ Հավատքը առանց գործերի, գիտեք ինչա, մեռածա։ Հավատքը առանց գործերի մեռածա։ Ինչի եմ սա ասում։ Որովհետև մեր տրամաբանության մեջ հետևյալ սխեման է, ասեմ ես էլ եմ հավատացել։ Հիմա մի քիչ նկարչություն եմ անելու։ Ես մտածում էի, որ երկնքում կան կշերք, այսինքն ասենց այն 5 կշերքներին նման եմ անում։ Կներեք, էլի որ մի քիչ ծուրմրտիկ է։ Ու պատկերացնում էի, որ մի կողմը լինելու են մեր բարի գործերը, մի կողմը լինելու են մեր չար գործերը։ Ու Աստված հրեշտակի միջոցով սենց հավաքելու է այդ կշերքը պահելու է, եթե մեր բարի գործերը ինչ անի, գերակշռեն, ուրեմն փրկվելու ենք։ Բայց եթե մեր չար գործերը գերակշռեն, այդ դեպքում խնդիր ենք ունենալու։ Ու ես ինքս ինձ մխիթարում եմ, ասում եմ, դու այդքան էլ վատ տղա չես, դե հա, այնց այդքան շատ կռիվ չես անում եւ այլն, այս կողմ են կողմ։ Ինքս ինձ հույս էի տալիս։ Բայց գիտեք Աստծո ճշմարտությունն ինչ է ասում։ Նույն Հակոբոս Սարաքյալն է խոսում։ Ասում է, եթե պատվիրաններից ամբողջը պահում եք, բայց մեկը ինչ եք անում, մեկի մեջ թերանում եք, ուրեմն ամբողջ օրենքի դեմ ինչ եք արել, թերացել եք։ Այսինքն, եթե ձեր կյանքում ընդամենը մեկ մեղք կա, այդ մեկ մեղքը բավարար է, որպեսզի ինչ անի, գերակշռի ամեն բան, ինչ որ ձեր կյանքում արել եք։ Հիմա ուրիշ բան եմ ասելու։ Գուցե մի քիչ դժվար կլինի կամ գուցե չընդունեք,
բայց Աստծո խոսքն է ասում։ Մեր բոլոր բարի գործերը Տիրոջ առաջ չար են։ Կասեք ո՞նց։ Ո՞նց կարա տենց բան լինի։ Կարա լինի։ Գիտեք ինչի։ Որովհետև մեր բարի գործերի նպատակը Տիրոջ փառքը չի։ Մենք բարի ենք անում, որպեսզի օրինակի համար մարդկանց կողմից գովաբանվենք։ Ասենք ծափարեք, տեսեք ինչ բարեգործ տղա է, մանավանդ հիմա Facebook-ը, Instagram-ը զարգացել է, մեկը մի հատ կոպեկ է տալի կամ մի բան անում, պարտադիր ուզում է որ 10 հատ կամերա լինի, ծափահարողներն էլ լինեն, ասեն նայեք ինչ բարերարներ ունենք, է։ Ու շատ դեպքերում մենք էլ ենք տենց վարվում։ Կամ կարա նույնիսկ մարդկանց ծափերի համար չլինի, որ ես ինքս ինձ շոյված զգամ, ես լավ զգամ, ես սիրում եմ այսև ասած լավ բաներ անել։ Տիրոջը ընդունելի բարի գործը միայն իր փառքը պետքա փնտրի։ Միայն այս պարագայում է, որ Տերը այդ բարի գործերը ինչ անում, ընդունում է։ Դրա համար եմ ասում, մեր տրամաբանության մեջ մենք լավն ենք երևում։ Մենք կարծում ենք, որ մեր բարի գործերով կարանք ինչ-որ բանի հասնենք։ Դրա համար երբ որ մարդկանց հարցնում եմ, ասում եմ, ինչ ես կարծում, որ մահացար, Տիրոջ հետ ես լինելու թե ոչ։ Գցում են Աստծո վրա, ասում են դե Աստված ինքը կորոշի։ Մի հատ եմ նկար անելով։ Երկրորդ տրամաբանությունը կախված է սրա հետ, այսինքն ստացվում է, որ մենք բարի գործեր ենք անում, պատկերացեք, էսի մեր բարի գործերն է։ Բարի գործերի որպես հետևանք ինչն է գալիս։ Փրկությունը։ Փրկություն, տեղ չկար գրելու։ Այսինքն պատկերացեք, բարի գործեր գործեցինք, որպեսզի ինչ անենք, փրկվենք։ Սա նորից մեր տրամաբանությունն է, ժողովուրդ։ Ես էլ եմ տենց հավատացել։ Ուրիշ բան ասեմ, գաղտնիք եմ բացում։ Գիտեք, որ մուսուլմաններն էլ են տենց հավատում։ Հա, ես մի քանի մուսուլմանի հետ խոսում եմ, ասենց, հա, պետք է նամազը պահենք, օրվա 5 աղոթքները, հետո բացի դրանից նաև պետք է ուխտատեղի գնանք, Մեքքա գնանք, այս կողմ այն կողմ, եւ վերջում մի արտահայտություն են ասում են ինշալլահ, որ նշանակում է, եթե Տերը կամեցավ կամ Աստված, եթե կամեցավ, կփրկի, ինչի իման վրա, այն կատարած գործերի, որով որ մենք ինչ արեցինք, վարվեցինք, շարժվեցինք։ Եվս մեկ հետաքրքիր փաստ ասեմ, բուդդիստներն էլ են տենց հավատում։ Մի քիչ ուրիշ տրամաբանությամբ, բայց նորից հավատում են, ասում են, բարի գործեր անենք, որ մահից հետո, երբ որ ռեինկարնացիա լինի, վերածնվենք։ Ծնվենք որպես մարդ։ Եթե լավն ենք եղել, կծնվենք հարուստ մարդ։ Իսկ եթե վատն ենք, կծնվենք կենդանի, կամ բլոճ, կամ ինչ-որ բույս եւ այլն եւ այլն։ Սա է իրենց տրամաբանությունը։ Լավը անենք, որպեսզի ապագայի մեջ լավին հասնենք։ Կարմա արտահայտությունը լսել եք, չէ՞։ Այսինքն այն ինչ որ անես, հետա գալու։ Հասկանում եք, երկրագնդից վրա բոլոր մարդկանց կրոնների տրամաբանությունն է սա։ Բարիք արեք, որպեսզի փրկվեք։ Հովնանը տենց էր մտածում։ Չէ։ Հիշում եք Հովնանի գրքի վերջում ինչ ասեց, փրկությունս ումից է, Աստծուց է։ Փրկությունս Աստծուց է։ Ոչինչ չեք կարող անեք, որպեսզի այդ փրկությանը հասնեք։ Ինչ արեց Նինվեն։ Նինվեի ժողովուրդը իրանց չար գործերը ինչ արեցին, հետ բերեցին, սպանված մարդկանց հարություն տվեցին։ Չէ, ժողովուրդ ջան, ընդամենը հավատացին իր խոսքին։ Հավատացին Տեր Հիսուս Քրիստոսին։ Ու այդ հավատքը արտահայտվեց գործերով։ Ուրեմն ի՞նչ է տեղի ունենում, որն է ճշմարիտ քրիստոնեության սկզբունքը։ Վերջի նկարն եմ նկարում։ Երբ որ կա ապաշխարություն, լսում եք, չէ՞, անդադ ասում ենք ապաշխարություն դարձ։ Ապաշխարությունը դանդաղ է հետևիցս քնում։ Երբ որ կա ապաշխարություն, ապաշխարությունը բաղկացած է երկու մասից։ Հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս եւ ինչ դարձ։ Այսինքն գործնականում ես զղջում եմ ապրում կատարածս քայլերի համար։ Ապաշխարությունից հետո գալիս են ինչերը, բարի գործերը։ Հեսա կտեսնեք, չգիտեմ խա դանդաղել, բայց կգա։ Հետևաբար քրիստոնեության մեջ, քանի որ Քրիստոսի շնորհքով
Փրկվում ենք, որպես իր զավակ ինչ ենք ուզում անենք, բարի գործեր գործենք։ Ոչ թե բարին ենք գործում, որպեսզի փրկվենք, այլ քանի որ Տիրոջ զավակ ենք, ուզում ենք բարին գործենք, որտեղ դրա մեջ ենք կանչված։ Չէ, տենց էլ չի լինում։ Ուշադրություն դարձրեք, ասում է Աստված տեսավ նրանց գործերը, որը որ ինչից էր եկել, հավատքից, դարձից, որտեղ զղջացին կատարած քայլերի համար եւ գործնականում այդ ամեն ինչը ցույց տվեցին։ Եվ ասում է դարձի եկան իրենց չար ճանապարհներից եւ Աստված ինչ արեց, զղջաց այն չարիքի համար, որ ասել էր թե պիտի անի նրանց ու չարեց։ Դրանց ողորմությունն ենք նորից տեսնում։ Ու այս ողորմությունը իրականում վայելում ենք ամեն մեկս, ամեն վայրկյան։ Մի պա պատկերացրեք, մեկ-մեկ նորից ասում ենք, ինչի Աստված միանգամից չի պատասխանում։ Եթե Աստված ամեն մեր կատարած մեղքին միանգամից պատասխաներ, որևիցե մեկս կենդանի չէր մնա։ Եվ այն, որ մենք այսօր կյանք ունենք, նորից Տիրոջ ողորմությունն է ցույց տալիս։ Փարիսեցիներն այս հասկացողությունը չունեին։ Դրա համար Հիսուս Քրիստոսը անդադ ասում էր. գնացեք եւ սովորեք ինչ է նշանակում ողորմություն եմ կամենում եւ ոչ թե զոհ, որովհետեւ ես եկել եմ կանչելու ոչ թե արդարին, այլ մեղավորներին դեպի ապաշխարության։ Ողորմությունը պարծենում է դատաստանի դեմ, այսինքն երբ որ Տիրոջ ողորմությունն ենք ստանում, Տիրոջ առաջ հնարավորություն ունենք կանգնելու եւ Տիրոջ շնորհքով պարծենալու։ Սա է այն հնարավորությունը, որ մենք կարող ենք Տիրոջ առաջ ունենանք։ Ուրեմն ինչ անենք։ Հիշեք մի բան։ Աստծո զավակները լսում են նրա խոսքը եւ հաղորդակցվում են նրա հետ։ Երբ որ այդ խոսքը լսում եք, պետք է աղոթենք ու ընդունենք Տիրոջը։ Եթե մերժում եք, նորից պատասխանը ձերն է, հասկանում եք, այս ամբողջ ճամբարի բուն իմաստը Տիրոջը ընդունելն է։ Եթե ընդունեցիք Տիրոջը, այնպես չի որ ինձ եք ընդունում։ Իմ մասին չի է սա։ Ոչ էլ մնացած եղբայրները, որոնք որ վկայեցին։ Ոչ էլ Հովնանի մասին է։ Ում մասին է։ Տիրոջ Աստծո մասին է։ Կամ ընդունում ենք Աստծուն, կամ մերժում ենք, մեջտեղի վիճակ չկա։ Չես կարող ասես, դե ես ձեր նման հավատացյալ չեմ, հավատացյալ գիտեք ինչա նշանակում։ Մարդը որ հավատում է Աստծուն։ Ուրիշ բան դրա մեջ մի պատկեր